Եվ երբ որ պատրաստում էի այս նյութը, շատ երկար ժամանակ ես չգիտեի, որ այսօր այստեղ պիտի խոսեմ, այս նյութը պատրաստում էի չորեքշաբթի օրը Լիեժում խոսելու համար, բայց Տերը այնպես կամեցավ, որ այսօր այստեղ խոսեմ եւ սա շատ կարևոր նյութ է, այսօր խոսելու ենք թե ինչու մեր աղոթները չեն պատասխանվում։ Երբեմն մենք աղոթում ենք ամիսներով, տարիներով եւ մեր աղոթները չեն պատասխանվում եւ հրաշքները տեղի չեն ունենում։ Կան 8 աստվածաշնչյան հատուկ տեղեր, որտեղ Տիրոջ խոսքը ասում է, որ ես ձեր աղոթքին չեմ պատասխանում, որովհետև այսպես, որովհետև այս բանը կա ձեր մեջ, որովհետև այս բանը պետք է վերացնեք դուք։ 8 հստակ տեղեր։ Եվ այսօր մենք նայելու ենք ու անցնելու ենք այդ 8 հստակ տեղով, որպեսի այդ ամենը, երբ որ մենք իմանանք ու հասկանանք եւ մեր մեջից վերացնենք, ու այնուհետև երբ որ աղոթենք, ես համարյա համոզված եմ, որ բոլորի աղոթքը Աստված լսելու եւ պատասխանելու է իր ժամանակին եւ իր կամքի համաձայն։ Ուզում եմ հասկանանք հետեւյալը, որ աղոթքը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում։ Գիտեք, երբ որ երեխան ծնվում է, ընտանիքում երբ որ երեխան ծնվում է եւ երբ որ արդեն որոշակի տարիք է առնում, մեծանում է, սկսում է արդեն բառեր ասել, սկսում է արդեն նախադասություններ ասել, սկսում է արդեն խոսել եւ իր ծնողն էլ սկսում է հասկանալ իրան։ Նույնպես էլ եւ հոգեվորը, քրիստոնյան, երբ որ վերստին ծնունդ է ունենում, ինքը պետք է սկսի հաղորդակցվել իր հոր հետ։ Անհնարին է, երբ որ քրիստոնյան ծնունդ ունենա եւ պարզապես իր կյանքը ապրի առանց հաղորդակցվելու, առանց խոսելու իր հոր հետ։ Եվ ուրեմն շատ չերկարացնելու համար, որովհետև ես սիրում եմ ինչ որ խոսում եմ, Տիրոջ խոսքով խոսեմ, պարզապես ուզում եմ հասկանանք մի բան։ Երբեմն ես գիտեմ, որ մենք շատերս, նաև ես ինքս, միջև այս ամեն ինչը սերտելը եւ տեսնելը, ես միշտ ինձ հարց էի տալիս, ասում եմ, Տեր, ես գիտեմ, որ դու ամեն ժամանակ մեր աղոթները քեզ լսելի են, որտեղ Աստված հոգի է եւ ամենուր է, անհնարին է, որ մեր աղոթները, երբ որ մենք բարձրացնում ենք, դու չլսես, երբեմն մենք չենք պատասխանում, երբեմն մենք աղոթում ենք մեր առողջության համար, երբեմն մենք աղոթում ենք մեր հարազատների փրկության համար, բայց ոչինչ տեղի չի ունենում։ Երբեմն մենք ասում ենք, դե լավ, երևի հələ ժամանակը չի, կամ ավելի վատն ենք մտածում, կարող է մեր հարազատները չպիտի փրկվեն, կարող է մեր ընտանիքի անդամները չպիտի փրկվեն, ու սկսում են այսպիսի կասկածներ, երբ որ կասկածը գալիս է չարը այնտեղ է։ Հենց կասկածը եկավ, չարը այնտեղ է, դրա համար Աստծո խոսքը, երբ որ մենք լավ իմանանք, մենք չենք թողի այդ կասկածները մեր մեջ բուն դնեն։ Եվ ուստի 8 աստվածաշնչյան պատճառ, թե ինչու մեր աղոթները կարող են չլսվել։ Առաջինը ուրեմն գտնվում է Հակոբոս 4-րդ գլուխ 2-րդ համարում։ Ինչ է ասում խոսքը։ Ցանկանում եք եւ չունեք, որովհետեւ չեք խնդրում։ Այսինքն պարզապես չեք խնդրում։ Չեք խնդրում Աստծուն, չեք աղոթում։ Ինչքան մարդ ենք, չէ՞ ճանաչում, որ մտածում են, որ դե Աստված ամեն բան գիտի, եթե Աստված ամեն բան գիտի, ես կարիք չունեմ աղոթելու եւ Տիրոջը անհանգստացնելու իմ մանր-մունր խնդիրներով։ Նման մարդիկ ես ձեզ կասեմ, որ պարզապես իրենք ծուլանում են աղոթելուց։ Պարզապես ծուլանում են, ծույլ են։ Որտեղ Փիլիպպեցիս 4:6-ը հետևյալն է ասում. ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Ուրեմն ամեն բան նշանակում է ամեն չնչին բան, որ քեզ անհանգստացնում է, որ քո միտքը շեղում է Աստծուց։ Որտեւ եթե ինչ որ մի բան քո միտքը շեղում է Աստծուց, դու չես կարող Աստծո ներկայության մեջ գտնվել։ Քո փառաբանությունը կիսատ կլինի, քո մտածմունքները այդ բանը կգողանա։ Եվ դրա համար խոսքը ասում է ամեն բանում։ Որովհետև նույնիսկ ինչքան է եթե չնչին լինի այդ բանը, եթե դու կարծում ես ես գլուխ կհանեմ, միգուցե եւ գլուխ կհանես, բայց եթե գլուխ կհանես ոչ Աստծուն հաճելի ձևով, կամ եթե նույնիսկ չստացվի էլ, հետո ինքդ քեզ մեղադրելու ես ու ասելու ես ես ինչի Աստծուն չվստահեցի այս կամ այն բանը։ Ուստի
ամեն բանում աղաչանքով, որ ենթադրում է ամբողջ սրտով, աղաչանքով ասես ձեր կյանքը դրանից է կախված։ Ոչ թե պարզապես աղոթք անենք անցնի գնա, այլ ոնց որ ձեր կյանքը հենց այդ ձեր չգիտեմ, ձեր մահվան ու կյանքի խնդիր է, պետք է կատարվի։ Ոչ իմիջայլոց, հոգի ներդնել այդ խնդրվածքի համար, ասենք, եւ գոհությամբ, նաեւ Տեր գոհանում եմ ամեն պատասխանի համար, թե դրական, թե բացասական։ Այո, Տերը գիտի մեր ամեն խնդրվածքները, ինչպես հավիտենական հայր, նա գիտի մեր ամեն մեկիս մտքերը, մեր ամեն մեկիս կարիքները, խնդրվածքները, բայց միևնույն ժամանակ նա ուզում է, որպեսզի մենք այդ խնդրվածքները ամեն ժամանակ իրեն հայտնի անենք։ Գիտեք ինչի, որտեվ Տերը սիրում է, որ իրանից կախված ենք։ Դուք չեք սիրում, որ ձեր երեխան ձեզանից կախված է։ Օրինակ ես երկու երեխա ունեմ, արդեն մեծացել են, արդեն ինքնուրույն են դառել, այդպես էլ պիտի լինի, բայց երբ որ արդեն ինքնուրույն քայլեր են անում, ուստի մեզ տեղյակ էլ չեն պահում, դու սկսում ես արդեն քո մեջ քեզ վատ զգալ։ Դուք պատկերացեք ձեր երկնային հայրը, երբ որ դուք կարծում եք, թե դու կարող եք ինչ-որ հարցեր լուծել առանց իրա, ինչքան ենք մենք վշտացնում իրեն։ Դրա համար Տերը ասում է ամեն ժամանակ, ամեն ինչում թող ձեր խնդրվածքները հայտնի լինեն ինձ։ Երկրորդ, առաջինը ուրեմն հիշենք, որովհետև այս ամենը մենք վերջում իմի ենք բերելու, այս 8 կետերը շատ հեշտ հիշվող ենք, մենք իմի ենք բերելու մեր կյանքում, ուխտ ենք անելու Տիրոջ առաջ, գալու ենք առաջ, աղոթելու ենք ամբողջ եկեղեցում եւ դրանից հետո, երբ որ մենք այս ամեն ինչը հասկանալով մեր կյանքերում այս ամեն ինչը վերացնենք, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, ես ձեզ խոսք եմ տալի, որ ամեն մեկիս կյանքում սկսվելու է մի ուրիշ ժամանակաշրջան։ Այն բաները, որ չեն պատասխանվել, պատասխանվելու են։ Այն հրաշքները, որ դեռ կախված վիճակում են, իրականանալու են։ Ուրեմն առաջինը, չենք պատասխանվում, որովհետև պարզապես չենք խնդրում։ Ուրեմն խնդրենք Աստծուն։ Ամեն ինչում խնդրենք։ Առավոտյան, երբ որ վեր ենք կենում, պիտի գնանք գործի, նստում ենք մեքենա, խնդրենք իր պաշտպանությունը։ Երբ որ հասնում ենք գործի տեղ, խնդրենք, որ մեր գործը հեշտ անցնի։ Խնդրենք, որ Աստված փափկացնի մեր տնօրենների, ումից կախված ենք մենք, նրանց սիրտը փափկացնի, որ մենք մեր կյանքը, մեր օրը հեշտ անցնի, որպեսզի մեր միտքը չփխտորվի ուրիշ բաներով, բացի իր մասին մտածելուց։ Գիտեք, արդեն քանի տարի է այդպես եմ անում։ Առաջ, երբ որ ես գործի մեջ էի, ամեն անգամ ինձ համար տաժանակիր էր, երբ որ գնում էի գործի, էլի ասում էի վեր կացա, էլի պետք է գնամ գործի, էլի խնդիրներ, խնդիրներ, բայց երբ որ սկսեցի աղոթել կամաց Աստված ամեն արգելք վերացրեց, ես իմի գնում եմ գործի ու ամբողջ իմ միտքը սիրտը փառաբանության մեջ է։ Ես իմ գործը անում եմ, բայց միևնույն ժամանակ Տիրոջ ներկայության մեջ եմ։ Եվ այսպես խնդրենք։ Երկրորդ, մեր աղոթքները չեն պատասխանվում, որովհետև մեր սրտերում մեղք ենք փայփայում։ Ոչ թե մենք մեղք ենք գործում, բոլոր մարդիկ, ներառյալ ամենասուրբ մարդիկ հակված են մեղք գործելու, բայց մեղք գործելն ու սրտի մեջ մեղք փայփայելը սրանք տարբեր բաներ են։ Սաղմոս 66:18 հետևյալն ասում. Եթե ես անօրինություն տեսնեի իմ սրտում, Տերը չէր լսի ինձ։ Դավիթ թագավորն է ասում, աղոթում է եւ իր աղոթքի պատասխանը ստանում է եւ մենք Դավիթ թագավորը գիտենք, որ ինքը մարգարե էր եւ ինքը հետեւյալն է ասում, եթե անօրինություն տեսնեի իմ սրտի մեջ, բայց մենք գիտենք, որ Դավիթ թագավորը երկու մահացու մեղք էր գործել։ Երկու մահացու մեղք էր գործել։ Մեկ անգամ Բերսաբեի հետ, երկրորդ անգամ Իսրայելն էր հաշվել, համարել։ Սա երկուսն էլ Տիրոջ համար աններելի մեղքեր էին։ Բայց միևնույն ժամանակ Դավիթ ասում է, եթե իմ սրտի մեջ մեղք տեսնեի, Տերը ինձ չէր լսի։ Եվ մենք գիտենք Տերը լսում էր եւ պատասխանում էր Դավիթին։ Ուրեմն առաջին Հովանու 1:8-9 հետևյալն է ասում. Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտությունը չկա մեզանում։ Ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողի մեզ եւ սրբի մեզ ամեն անիրավությունից։
Սակայն եթե ասենք, թե մեղք չգործեցինք, ստախոս ենք անում նրան, եւ նրա խոսքը մեզանում չի։ Դավիթ թագավորը լավ էր հասկացել, որ ինքը մեղավոր մարդ է։ Բայց Դավիթ թագավորի առանձնահատկությունը նա էր, որ երբ որ մարգարեն էր գալի կամ ինքն էր հասկանում, որ մեղք է գործել, անմիջապես ապաշխարում էր։ Անմիջապես ապաշխարում էր եւ մեղքը Տերը ներում էր։ Եվ ուստի այդ մեղքը իր սրտի մեջ արմատ չէր գցում։ Սա է հարցը։ Մեր ամեն մեկի սրտի մեջ, գիտեք, մեղքը էսպիսի բան է, մեղքը կարող է մտքի միջոցով, մեղքը կարող է աչքի միջոցով, մեղքը կարող է ցանկանալու միջոցով։ Այդ ամեն 3 փորձություններն էր, որ Աստված Հիսուսին անապատում հրամցրեց։ Աչքերի ցանկություն, ունենալու մոլուցք, եւ այդ ամենը, երբ որ դու նայում ես, եւ ասում են նայելուց հետո ընկնում է սիրտ, մեղքը այն ժամանակ է ծնվում, որտեղ նայել է ինստինկտյան, ինքը դեռ մեղքը չի։ Սիրտ ընկնելուց հետո էլ դա տակավին էլի բան չի, երբ որ դու սիրտ ես գցել, բայց երբ որ դու հասկանում ես, որ այդ մեղքը այնտեղ չպետք է արմատանա, այսօր կան բազմաթիվ բաներ մեր կյանքում, որ արմատացել են։ Եվ դու կզգում եք ձեր սրտի մեջ, որ դրանք հաճո չեն Աստծուն, բայց ինչ-ինչ պատճառներով մենք ասում ենք չենք կարողանում ազատվել այդ բաներից։ Ոչ թե չենք կարողանում, այլ չենք ուզում, որովհետև այդ մեղքը արդեն արմատացել է մեր սրտի մեջ, եւ այդ մեղքը շատ դժվար է արմատախիլ լինելը, որովհետև տարիներով մեր մշակույթից գալով, մեր ընտանիքից գալով, նույնիսկ տարբեր եկեղեցիներից, ես ձեզ ասեմ, տարբեր եկեղեցիների տված ուսմունքի ու վարդապետության հետևանքով արդեն կարծրացած, ամրացած, իրանց արդեն ուսմունքը ունեցած մարդիկ, գիտեք Աստծո խոսքը ինչ ասում, ամենադժվար բանը փոխելը որն է, մարդու միտքը։ Ամենամեծ հրաշքը նա է, երբ որ տեսնում ես մի մարդ, որը ամբողջ կյանքը մեղավոր մարդ է եղել, եւ մենք այդպիսի մի հարևան ունեինք, ամբողջ ժամանակ իրանց տնից աղմուկ ու աղաղակ էր գալիս, ամբողջ ժամանակ հայհոյանքներ, ամբողջ ժամանակ իր կինը կապտուկներով էր, իր երեխաները տխուր տրտում, այսպիսի իրավիճակ էր, բայց եկավ մի օր, որ այդ ամեն ինչը վերջացավ, ու եկավ մի օր, երբ որ Աստված ինձ կանչեց եկեղեցի, ես գնացի եկեղեցի ու այդ մեր հարևանին տեսա, ու ես զարմացել էի, ինչպես կարող է նման մարդը փոխվի։ Եվ ես այդ ժամանակ հասկացա, որ ամենամեծ հրաշքը, երբ որ դու տեսնում ես մեկին, երբ որ դու տեսնում ես քո հարազատին, բարեկամին, ծանոթին, կամ ցանկացած անապաշխար մարդու, ու մի օր տեսնում ես նա փոխված, ու մի օր տեսնում ես նա Քրիստոսին կպած։ Ամենամեծ հրաշքը սա է։ Ինչպես ասեցինք, ցավոք սրտի ամեն մարդ, ներառյալ նաև Դավիթը, կարող է մեղք գործել, կարող ենք մենք սայթաքել, կամա թե ակամա, իմանալով թե չիմանալով, բայց կա Սուրբ Հոգին, որ ամեն հավատացյալի մեջ է այն պահից, երբ որ նա ընդունում է Տեր Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, երբ որ մենք հասկանում ենք Քրիստոսի արած գործը, հասկանում ենք մեր մեղավոր վիճակը, եւ երբ որ մենք ընդունում ենք Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, հենց այդ ժամանակից Տիրոջ խոսքը ասում է, որ մենք Սուրբ Հոգով կնքվում ենք միջև փրկության օրը։ Եվ այս Սուրբ Հոգին մեզ հանգիստ չի տալի, պարզապես մենք պետք է աշխարհի աղմուկը մի քիչ իջացնենք, որպես այդ Սուրբ Հոգու ձայնը կարողանանք լսել։ Եվ այդ Սուրբ Հոգին մեզ չի թողի երբևիցե մենք մեղքի մեջ հարատևենք։ Դավիթը համարյա 1 տարի հարատևեց Բերսաբեի մեղքից հետո։ Պարզապես չգիտեմ, ինչ որ մեկը չկար, որ Դավիթին ասեր աշկիդ վերևը ունք կա։ Դավիթը երևի կորցրել էր իր հոգևոր կյանքը, իր աղոթքի կյանքը, մոտորապես 9 ամիս անցավ մինչև երեխան ծնվեց, նոր Տերը տեսավ, որ չէ, Դավիթը եթե քայլ չի անում դեպի իրան, ինքը քայլ արեց դեպի իրան։ Մարգարեին ուղարկեց եւ ասեց գնա մի պատմություն պատմի Դավիթին։ Տերը չի թողում իր զավակին երկար ժամանակ նա մեղքի մեջ մնա։ Բայց ցավոք սրտի, եթե իր զավակը համառում է, հետևանքները մենք ենք կրելու, որտեղ ինչքան ամեն ժամանակ, երբ որ մենք ներողություն խնդրենք Աստծուց, Տերը հավատարիմ է եւ արդար, խոսքը
նոր կարդացինք, որ նա ներում է մեր մեղքերը, բայց մեղքի հետևանքը մնում է, սիրելիներս։ Ամեն մեղքի հետևանք մնում է մեր կյանքում, մեր ընտանիքի վրա, մեր զավակների վրա, դա անդրադառնալու է։ Եթե դու հարբեցող ես եղել ժամանակին ու երեխաներդ այդ միջավայրում են մեծացել, դու պետքա հրաշք համարես, եթե քո երեխաները խմիչքից հեռու լինեն։ Եթե դու քո ամբողջ կյանքը ծխում ես ու քո երեխային ասում ես ծխելը վատ բան է, դա նույնն է ինչ որ գնաս բժշկի մոտ թոքերի խնդիրով ու այդ բժիշկը քեզ խորհուրդ տա ու հետո այդ բժշկին տեսնես դուրս ա եկել միջանցքում ծխում է։ Եվ այսպես երկրորդը, ինչի չեն մեր աղոթները պատասխանում, որովհետև մեր սրտերում մեղք ենք փայփայում։ Մեղք գործելը ուրիշ բան է, մեղք փայփայելը ուրիշ բան։ Եկեք քննենք մեր սրտերը։ Ես ասում եմ, այսօր մենք պետքա ուխտ անենք Տիրոջ առջև, բայց ուշադիր, երբ որ մենք ուխտ ենք անում, Տերը ասում է ձեր ուխտերը կատարեք։ Ավելի լավ է ուխտ չանեք, քան ձեր ուխտերը կատարեք։ Բայց եթե ուխտ չանեք, ուրեմն այդպես էլ շարունակելու եք առանց պատասխանված աղոթների։ Up to you, ոնց որ ասում են։ Ձեր ընտրությունն է։ Երրորդ, մեր աղոթները չեն պատասխանվում, որովհետև երկմտում ենք։ Հակոբոս 1:6 Միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու։ Այդ մարդը, այսինքն երկմտող մարդը, թող չկարծի, որ Տերիցը մի բան կառնի, որովհետև երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Ուզում եմ նաև ավելացնել Մարկոս 11:24-ը, ամեն ինչ որ խնդրեք, հավատացեք, որ կառնեք էլ։ Երկմիտ մարդը ես միշտ նմանացրել եմ այն մարդուն, որ մի ոտով Տիրոջ տան մեջ է, մի ոտքով դրսում աշխարհում։ Եվ այս մարդը իր ամեն խնդրվածքներում ինքը երկմիտ է, կասկածում է, կան չէ՞ մեր մեջ կասկածամիտ մարդիկ։ Օրինակ ես ոչ հավատքի մեջ, բայց կյանքում ընդհանրապես շատ կասկածամիտ եմ եղել։ Ես միջև մի բանը 10 անգամ Տերը ողորմա նույնիսկ Տիրոջ խոսքի մեջ, միջև 10 անգամ մի բանը չեմ ստուգում, վերստուգում, չեմ հավատում։ Մի բան եթե պիտի խոսամ, պիտի ես ինքս համոզված լինեմ դրա մեջ։ Չէ՞, ասենք մարդ կա վերստում է մի համարը եւ ասում է վсё, էսա։ Բայց սա իհարկե երկմտությանը չի վերաբերում, սա ավելի շատ զգուշավորությանն է վերաբերվում։ Ուրեմն Տեր Հիսուսը Հովանու 15-րդ գլխում ավետարանի հետևյալն ասաց իր աշակերտներին. Եթե կենաք ինձանում եւ իմ խոսքը ձեզանում, ինչ էլ որ կամենաք, խնդրեք եւ կլինի ձեզ։ Մի ուրիշ տեղ էլ հետևյալն է ասում է ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ։ Եք սա չի նշանակում, որ մենք ինչ որ ուզենք, կարող ենք Տիրոջը խնդրել, վերջում ասել Հիսուսի անունով ու վերջ համոզված լինենք, որ կստանանք։ Եթե մենք մնում ենք Իրանում եւ իր խոսքը մեզանում, այդ ժամանակ է մարդ առանց երկմտելու այնպիսի աղոթներ անում, որ դա հաճո է Տիրոջը եւ այդ աղոթները կատարվելու են։ Ինստինկտիվ մենք աղոթելու ենք այնպիսի բաների համար, որ Աստծո կամքն են, արքայության համար են եւ նպատակ են ունենալու Տիրոջը փառք բերելու։ Որտեղ մենք գիտենք, որ Տերը նույնիսկ աղոթք սովորացնելու ժամանակ, երբ որ աշակերտներին սովորացնում էր, առաջի բանը, որ նա ասեց, նախ Աստծո արքայությունը խնդրեք, որտեղ մնացած բաները ես գիտեմ եւ կտամ։ Սողոմոնը իմաստություն խնդրեց։ Եվ Տերը մնացած ամեն ինչ որ պետք էր տվեց Սողոմոնին։ Ուստի շատ կարևոր է, ինչ որ խնդրում ենք, նախ առանց կասկածելու խնդրենք, առանց երկմտելու, որտեվ առանց հավատքի գրված է մենք Աստծուն հաճելի չենք կարող լինել։ Ինչքան էլ Աստված ուզում է մեր աղոթները լսի, կատարի, եթե մենք երկմտելով խնդրենք, դա նշանակում է, որ մենք կասկածում ենք Տիրոջ զորության վրա։ Բայց իհարկե մենք խոսում ենք տարբեր հիմի տեղերի մասին, որ այո, մենք կարող է հավատքով ինչ որ բանը խնդրենք, բայց արգելքներ լինեն, որ մեր աղոթները չպատասխանվեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետքա երկմտնենք, ասենք, սպասի մի հատ մտածեմ, աղոթելուց առաջ, բայց ես սենց բաներ եմ արել, միգուցե Տերը չլսի իմ խոսքը, դրա համար մենք այս ամեն ինչը խոսում ենք, որ նախ աղոթելուց առաջ, որտեղ մենք գիտենք աղոթքը զոհաբերություն է, եւ Տերը ասում է, մինչեւ քո ընծան մատուցես,
բայց սա մյուս տեղում կտեսնենք։ Պարզապես ուզում եմ ասել երկ մտելու հետ կապված, ուրեմն երրորդը, որ մեր աղոթները չեն պատասխանում, որտեղ երկ մտում ենք, որ ինչքան էլ մեր աղոթները գեղեցիկ շարադրված լինեն, ինչքան էլ գրագետ լինեն, չեն պատասխանվելու, եթե երկ մտելով լինեն եւ այսինքն առանց հավատքի լինեն, կասկածամտությամբ լինեն եւ Աստծո կամքին չհամապատասխանեն, որն էլ մեզ տանում է հաջորդ կետին, որ մեր աղոթները չեն պատասխանում, որովհետեւ չեն համապատասխանում Աստծո կամքին։ Հակոբոս 4:3-ը հետեւյալն է ասում. Խնդրում եք եւ չեք առնում կամ չեք պատասխանվում, որովհետեւ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններումը վատնեք։ Խնդրել Հիսուսի անունից ենթադրում է խնդրել Աստծո կամքին համապատասխան։ Ինչի համար եմ ես այս կամ այն բանը խնդրում, օրինակ։ Արդյոք այն ինչ որ ես խնդրում եմ, փառք բերելու Աստծուն։ Աստված մեզ ասում է գոհացեք ինչ որ ունեք, բայց ես հարստության եմ ձգտում։ Ես կացարան ունեմ, տուն ունեմ, բայց ես ավելի մեծ տուն եմ ուզում։ Ես բիզնես ունեմ, բայց ուզում եմ ավելի ընդլայնեմ իմ բիզնեսը։ Ինչի համար։ Ինչի համար։ Չէ որ դու երբ որ քո բիզնեսը ընդլայնես, դու ավելի շատ ժամանակ ես ներդրելու այդ բիզնեսի մեջ։ Արդյոք Աստծուն հաճո է, որ դու քո ժամանակը այդ բիզնեսի մեջ ներդնես, ու Աստված գիտի նաև այդ բիզնեսից եկած եկամուտը ինչին է ծառայելու։ Արդյոք Աստծո փառքին ծառայելու է, թե չէ։ Ինչի համար պետք է օրհնի Աստված ինձ։ Ինչի համար։ Նախ այս հարցը տանք։ Իմ աղոթքը ես որ խնդրում եմ։ Արդյոք Աստծուն փառք բերելու համար է, թե ես ուզում եմ ավելի հարստանամ, թե ես ուզում եմ ավելի շատ տեղեր ճամփորդեմ, թե ես ուզում եմ ավելի լավ ապրեմ։ Տերը ասում է գոհացիր այն ինչ որ ունես, այն ինչ որ տվել եմ գոհանաս, եթե պետք է էլի կավելացնեմ։ Ինձ քո սիրտն է պետք, ես ուզում եմ քո սիրտը տեսնեմ։ Աբրահամ, դու որդի չունեիր, ես քեզ որդի տվեցի։ Եվ դա խոստմունքի որդին է, այդ մի որդով է քեզ լինելու այն ինչ որ խոստացել եմ, այն ինչ որ Աստվածաշնչում գրված է, եւ այդ որդուց է գալու Տեր Հիսուս Քրիստոսը։ Բայց հիմի Աբրահամ, ինչ որ քեզ տվել եմ, բեր տուր ինձ։ Ես գիտեմ, որ քեզ խոստացել եմ, ես գիտեմ, որ դա է խոստմունքի որդին, բայց բեր ու զոհաբերի ինձ։ Աբրահամ, դու ինձ սիրում էիր, միջև այդ որդին տալը, հիմի ուզում եմ տեսնեմ, որդին տալուց հետո ինձ սիրում ես, թե չէ։ Աբրահամը ասում է հավատաց եւ դա արդարություն եղավ Աստծուն, որտեվ Աբրահամը գիտեք ինչ մտածեց, եթե Աստված ուզում է, եթե նույնիսկ սպանեմ էլ իմ որդուն, Տերը հարություն է տալու։ Այդպիսի հավատք ուներ սիրելիներս։ Պետրոս առաքյալը, կներեք, Պողոս առաքյալը ինքը գալիս էին թաշկինակը կպցնում էին Պողոս առաքյալին ու տանում էին դնում էին հիվանդների վրա ու բոլոր հիվանդները բժշկվում էին։ Բայց ինքը 3 անգամ իր բժշկության համար Տիրոջը խնդրեց։ Մարդ, որ հազարների էր բժշկում, բայց ինքը չբժշկվեց։ Եվ երրորդ անգամ Աստված ասեց. «Բավա Պողոս, որովհետև եթե ես քեզ բժշկեմ, հպարտանալու ես»։ Որտեղ Պողոս առաքյալը այնպիսի բաներ էր տեսել, նա գնացել էր երրորդ երկինք ու այնպիսի բաներ էր տեսել, որ անհնարին է մենք մի թեթև ինչ որ հայտնություն ենք ստանում կամ մի բան ասենք գրքում բացվում է, ամենտեղ ուզում ենք պատմենք գլուխ գովանք, որ մենք այս ամեն ինչը գիտենք։ Դու պատկերացեք հիմի Պողոս առաքյալը, եթե իր հայտնություններով կիսվեր այդ ժամանակվա եկեղեցուն, եւ Տերը ասեց, չէ, Պողոս, հերիքա քեզ իմ շնորհքը։ Հերիքա մհեր քեզ այն ինչ որ ունես, որտեվ ես էլ եմ շատ ժամանակ Տիրոջից խնդրում, Տեր, տուր ինձ են, ճիշտ ասած ես հիմի փոխել եմ արդեն իմ մտածելակերպը, արդեն հոգևոր բաներ եմ խնդրում։ Բայց մեկը Տերը ասում է, քչի մեջ նախ հավատարիմ եղի, նոր շատը կտեսնենք, կտամ թե չէ։ Գիտեք, մենք պիտի հիշենք, որ մեր աղոթքի նպատակը, որպեսզի այն համապատասխանի իր կամքին։ Ոչ թե դարձնենք Աստծուն մեր ցանկությունների ջինը գիտեք, չէ՞ որն այն, որ լամպի մեջից դուրս է գալի, որ ամեն ժամանակ sense Տեր ես տուր, Տերեն տուր, Տեր ես արա, Տեր
Այո, Տերը ուզում է ամեն աղոթն էլ ուզում է ասեմ ամեն չնչի համար, ամեն ձեր աղոթները հայտնի լինեն։ Բայց սիրելիս, այդ աղոթները փորձի Տիրոջ կամքին համապատասխան, որտեվ ինչքան մենք հոգեորապես աճում ենք, այնքան ես ձեզ խոսք եմ տալիս, որ մեր աղոթները դառնում են ավելի հոգևոր, Աստծո կամքին համապատասխանող։ Որտեվ մենք քանի մանուկ ենք, եթե նոր ենք ապաշխարել, նորահավատ քրիստոնյա ենք, մենք կաթ ենք ուտում։ Բայց Պողոս Առաքյալը ասում է, արդեն ժամանակն է, որ միս ուտեք, արդեն ժամանակն է, որ ձեր աղոթները հասուն լինեն, Աստծուն հաճելի լինեն, խունկ լինեն, որ Աստված հոտոտի ու փառավորվի։ Գիտեք, այս որ հիմի մենք հավաքվել ենք այստեղ, փառաբանությունը որ փառաբանում էր, եւ մենք լավ էինք զգում։ Դա լավ է որ լավ ենք զգում, բայց միշտ հիշեք, այս ամեն ինչ որ արվում է, մեր համար չի, մեր լավ զգալու համար չի, որ ինքը լավ զգա։ Ինքը լավ զգա։ Փառք Տիրոջը։ Բայց երբ մենք համառում ենք, Աստված հավատարիմ է, որովհետև ուրիշ տեղ էլ գրված է, որ մի որբևայրի կին կար, որ այնքան էր զզվացնում աշխարհիկ դատավորին, որ այս դատավորը, որ ոչ մեկից վախ չուներ, այդ զզվանքների հետևանքով տեղի տվեց այդ որբևայրի կնոջ խնդրանքներին։ Երբեմն մենք էլ ենք լավ է, փառք Աստծո, որ մենք համառ ենք, բայց երբեմն կարող է մեր աղոթները համապատասխան չլինեն, բայց Աստված լսի ու մեզ տա։ Ինչպես անառակ որդու խնդրանքը, գիտեք, դա անառակ որդու խնդրանքը հենց խոսում է Հայր Աստծո եւ մեր որպես որդիներ մասին։ Եվ երբեմն մենք խնդրում ենք ու ժամանակից շուտ բաներ ենք պահանջում։ Եվ անառակ որդին ինչի են ասում, որովհետեւ գնալու էր ու մսխեր այդ ամբողջ հարստությունը ու կարողությունը։ Բայց Աստված միևնույնն է, լսեց։ Հոր սիրող սիրտն է ստեղ ցույց տալիս, թե հայրը մեզ ինչքան է սիրում։ Բայց թույլ տվեց, որ այս պատմությունն է գրվի, որ մենք հասկանանք հետևանքը։ Երբ որ մենք աղոթում ենք ու շատ բաներում ու երբ որ տեսնում ենք, որ մեր կյանքի իրավիճակները համապատասխանում են, որպեսզի մեր աղոթքը ստանանք ու չենք ստանում, ասма երբեմն լռությունն էլ է պատասխան։ Ընդունեք լռությունը որպես Աստծո կամք։ Եվ Աստված տալիս է անառակ որդուն եւ անառակ որդին գնում է մսխում է։ Եվ սա է համարը ասում Հակոբոս 4:3-ը խնդրում եք եւ չեք առնում, որտեվ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններում վատնեք, որտեվ անառակ որդին խնդրեց, ստացավ ու վատնեց ըստ իր ցանկությունների եւ ըստ իր ուզածի։ Բայց Տերը չի ուզում դա։ Եվ այսպես 4-րդ ասեցինք, որ մեր աղոթները չեն պատասխանում, որտեվ չեն համապատասխանում Աստծո կամքին։ 5-րդ մեր աղոթները չեն պատասխանում, որովհետև աններողամտություն կա մեր կյանքում։ Մարկոս 11:25 Եվ որ ժամանակ, որ կանգնեք, աղոթք անեք, ներեցեք, եթե մեկի դեմ բան ունենաք, որովհետև եթե չներեք, ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքը չի ների ձեզ։ Կամ այսպես ասած, չի լսի ձեզ, ձեր աղոթներին չի պատասխանի։ Շատ ծեծված պատմություններ չեմ պատմելու, բայց շատ խորը բան եմ ասելու հիմի։ Երբ որ Պետրոս առաքյալը եկավ եւ Հիսուսին ասեց. «Տեր, քանի անգամ պետք է ներեմ, ով որ ինձ նեղացրել է»։ Գիտեք ինչի ես հարցը տվեց, որտեվ օրենքի մեջ կար, որ դու կարող ես 2 անգամ ներել նույն մարդուն նույն մեղքը, բայց եթե 3-րդ անգամ է քո դեմ նույն մեղքը կրկնում, կարող ես չներել։ Եվ եկավ Հիսուսին ասեց. «Քանի անգամ պիտի ներեմ»։ 7 անգամ, 7-ը կատարելության թիվ է։ 2 անգամ պիտի ներեր, 3-րդ անգամ կարար չներեր, ավելացրեց իր կողմից 3 անգամ էլ Պետրոսը եւ մտածեց հիմի հեսա Տերը գովալու է իրան, որտեվ 7 անգամ ներեմ լավ է Տեր։ Տերը ասեց, ինչ ասեց։ 7 անգամ 70։ Մտածում ենք, եթե Հիսուսը ասեց 7 անգամ 70, որ անում է 490, բայց այս թվերը Աստվածաշնչի մեջ նշանակություն ունեն։ Հիմի ուզում եմ ձեր հոգնածությունը մի կողմ դնեք ու ուշադիր լսեք, թե ինչ խորնա Տիրոջ խոսքը։ Որտեղ ենք հանդիպում 7 անգամ 70 գաղափարին նորից։ Ամեն։ Դանիելի մարգարեություն
7 անգամ 70։ Մի կասեք ինչ կապ ունի Դանիելի մարգարեությունը։ Ասեմ, շատ հրաշալի է, երբ որ Տիրոջ խոսքը բացվում է, երբ որ միտեղ կարդում ես մակերեսային չես վերհանում այդ ճշմարտությունը, այլ գնում ես ամբողջ Աստվածաշնչի մեջ, փորփրում ես այդ գաղափարը, հասկանում ես, լավ, ինչի Տերը ասեց 7 անգամ 70, կարող է մի ուրիշ թիվ ասեր, կարող է ավելի մեծ թիվ ասեր, ավելի փոքր թիվ ասեր։ Իսրայելը մեղանչել էր։ Աստված բազմաթիվ անգամ զգուշացրել էր Իսրայելին։ Հուդային, կոնկրետ Հուդայի մասին ասեմ, որտեվ Հուդան գնացել էր գերության։ 70 տարի գերության մեջ մնաց։ Գիտեք, 70-ն էլ է հետաքրքիր։ Ինչի 70։ Ով որ սիրում է շաբաթը պահելու գաղափարը, 7-րդ օրը պահելու գաղափարը, ուրեմն 5 տակարանում այսպիսի մի գաղափար էլ կա։ Եթե դու շաբաթը պահում ես, ուրեմն ամեն 7-րդ տարին պետքա հողի համար շաբաթ լինի։ Այսինքն պետքա հողը չմշակվի, չհերկվի, ոչ իման չպիտի արվի, պետքա հողը հանգստանա։ Իսրայել ժողովուրդը 490 տարի չարեց Աստծո պատվիրանը։ Աստված 70 տարի բաբելոնյան գերություն տարավ, որ համահավասարա 490 շաբաթի։ Բացի դրանից 7 անգամ 70 Դանիելը աղոթում էր, ասում, Տեր, երբ պիտի ներես Իսրայելի մեղքը։ Եվ Տերը հրեշտակի միջոցով Դանիելի աղոթքին պատասխանում է։ Քո ժողովրդի համար, ասում է, 7 անգամ 77-նակ է սահմանված։ Միջև որ ամեն ինչը իրականանա, բայց ասում է, հրամանը դուրս գալուց կա Նեեման, գիտենք, որ Զորաբաբելը շատ հայտնի է, բոլորս կարդացել ենք, որ գերությունից հետո գալիս են եւ Երուսաղեմի պատերը վերականգնում, Պարիսպը, հետո քաղաքը, հետո տաճարը։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, երբ որ այդ հրամանը դուրս գա, որ Իսրայելը կարող է գա նորից Երուսաղեմը վերականգնի, միջև Մեսիա իշխանի գալը որոշված է 62 յոթնյակ եւ 7 յոթնյակ։ Վերևում ասում է 7 անգամ 70, դրանից հետո ասում է 6 անգամ 62, 7 անգամ 62, որ անում է 69 յոթնյակ։ Մի յոթնյակը մնացել է։ 69 յոթնակը իրականացել է։ Այսինքն հրամանը դուրս գալուց, որ դուրս եկավ Կյուրոս թագավորի օրոք Արտաշեսի հրամանով, բայց որին ծառա էր Նեեմանը, որ անում է մեր ըստ պատմական տվյալների, մեր թվարկությունից առաջ 445 թիվն է անում։ Երբ որ սրան գումարում կամ հանում ենք, որտեղ դա մինուս է, մենք գալիս ենք դեպի պլյուսը մեր թվարկություն, երբ որ 490 տարին գումարում ենք կամ հանում ենք, գալիս անգնում է ուղիղ այն ժամանակը, երբ որ Հիսուսը հաղթական մտավ Երուսաղեմ։ Եվ Հիսուսը այս գաղափարն է տալի Պետրոսին։ Պետրոս, Դանիելը աղոթել էր Իսրայել ժողովրդի մեղքերի թողության համար, դու ինձ խնդրում ես քանի անգամ ներեմ, ես քեզ ավելի մեծ գաղափար եմ ասում։ Եկել է մեկը, որ ամբողջ ձեր մեղքերը, ձեր հանցանքները իր վրա է վերցնելու։ Եվ սա է ասում Պետրոսին Հիսուսը, Պետրոս, եթե ես ձեզ ներել եմ, դու ինձ այդպիսի հարց չպիտի տաս։ Դու պիտի ներես 7 անգամ 70, որ նշանակում է միշտ։ Եվ բազմիցս այլ պատմություններ էլ պատմեց, ամենացայտուն պատմություններից մեկն էր, որ մի ծառա իր թագավորին մեծ գումար էր պարտք։ Հիշում եք։ Եվ որ եկավ այդ պարտքը տալու ժամանակ չուներ այդ ծառան եւ թագավորը ներեց։ Բայց ասում է այդ ծառան մի ուրիշ ծառայակից ուներ, որ մի չնչին գումար էր պարտք եւ չէր կարողանում տալ եւ ասում է բանտը դրեց նրան։ Եվ թագավորը իմացավ, ասում է նույն օրին արժանացրեց այդ ծառային։ Սիրելիներս, ներելը նախ մեր օգուտն է։ Ոչ թե որ մենք ներում ենք մյուսին, որ ինքը իրան լավ զգա, ներելը մեր օգուտն է։ Եթե մենք չենք ներում, եւ ֆիզիկապես, եւ էմոցիոնալ, եւ չգիտեմ ինչ առումներ, եւ նաեւ դա կարող է չներելը, ես ձեզ
հստակ ասում եմ, հասցնի մեզ դեպրեսիայի, ընկճախտի մեջ։ Դրա համար Տերը դրա համար է ասում ներիր բաստող։ Ես ներել չի նշանակում ինչ նույն հարաբերությունները կամ նույն ասենք, ինչպես մտերմություն ունենալ անձնավորության հետ։ Այո, կարող է այդ անձնավորությունը այնպիսի մի բան արե քո հանդեպ, որ դու չես կարող, այլևս առաջվա նման չի կարա լինի ձեր հարաբերությունները։ Բայց ներելն ու բաց թողնելը մեր օգտի համար է։ Տերը ասում է ներելով դու, երբ որ մենք չենք ներում, այսինքն մենք ոխ ենք պահում, մենք միշտ ուզում ենք այդ մարդուն նույն ձևի հատուցենք, բայց Տերը ասում է վրեժխնդրությունը իմն է, թող ինձ։ Բայց միևնույն ժամանակ նա էլ է Տիրոջ զավակը։ Եվ Տերը նրան էլ է խելքի բերելու, քեզնից կախված է, մեզնից կախված է ներելը։ Եվ Տերը հստակ պատվեր է դնում, եթե չներես, ես էլ քեզ չեմ ներելու։ Դե պատկերացրեք, մենք մեղք ենք գործում ու Տերը մեզ չի ներում։ Ինչ է լինում մեղքի վարձքը՝ մահ։ Հռոմեացիս 12:18 հետևյալն է ասում. Ձեզանից կախված ամեն բան արեք, որպեսզի բոլորի հետ խաղաղություն ունենաք, եւ Հակոբոսն էլ ավելացնում է. բարկանալիս մի մեղանչեք։ Այո, մենք կարող ենք բարկանանք։ Ես առաջ շատ էի բարկանում, երբ որ շատ եմ մեքենա վարում ես, եւ երբ որ տեսնում էի անարդարություն ճանապարհներին, ահա որ բարկանում էի։ Եվ բարկանալիս ասում եմ մի մեղանչեք։ Երբ որ բարկանում ես, քեզ կարողանում ես զսպես չհայհոյես, ուրեմն բարկանալիս սիրելիներս, երբ որ բարկանում ենք, նախ արդար բարկանանք, եւ երբ որ բարկանում ենք, աշխատենք մեղք չգործենք։ 6-րդ շատ կա խոսելու, բայց չեմ ուզում հոգնածնեմ, ծանրաբեռնեմ ձեր մտքերը, որտեղ իմ նպատակը դա չի, իմ նպատակը որ դուք շուտ հասկանաք Աստվածաշնչյան այս տեղերը, մարսեք, վերացնեք ու հասկանանք, արդյոք սա գործում է մեր աղոթների իրականացման հարցում, թե ոչ։ Ուրեմն մեր աղոթները չեն պատասխանում 6-րդը, որովհետև մեր սիրտը կարծրացած է ուրիշների աղոթքների հանդեպ։ Առակաց 21:13 Ով որ խցկի աղքատի աղաղակի դեմ իր ականջը, ինքն էլ կկանչի եւ պատասխան չի գտնի։ Եղել է չէ այնպես, որ մեր սիրտը սենց փոթորկվել է, երբ որ տեսել ենք մեր քույրը կամ եղբայրը ինչ որ կարիքի դժվարության մեջ, այսօր մեր նայրաքույրիկներ ասում ասում ես գալիս եմ ինչ որ մեկը մի փոքր բան անում, սիրտը սենց չգիտեմ լցվում է։ Չէ, մեր սիրտն էլ, ես գիտեմ, բոլորի սիրտն էլ ցավում է, ասենք նաև մեր բացակա քույր, եղբայրներ կան, որոնք իրենց խնդիրներ ունեն, ինչ որ ու մենք աղոթում ենք եւ այո, դա մեր պարտականությունն է։ Աղոթում ենք ու սպասում ենք, որ Աստված օգնի այդ անձնավորությանը, բայց միգուցե այդ անձնավորությունը դու ես։ Դու աղոթում ես, բան չի փոխվում, բայց մի հատ մտածի, միգուցե դու ավելի մոտիկ ես ձեռքդ մեկնես, միգուցե դու կարող ես ֆինանսապես օգնել, միգուցե դու կարող ես քո ժամանակը ներդնել այդ անձնավորության հետ, այցելել իրեն, խոսել իրեն, նայած ինչ է խնդիրը, ես չգիտեմ։ Աստված, եթե դու չանես, միշտ ուրիշ մեկի միջոցով անելու է, բայց ասում է քո աղոթներին ես չեմ, երբ որ դու մյուս անգամ կարիքի մեջ ինձ խնդրես, ես չեմ պատասխանելու քեզ, մինչև այդ խնդիրը դու չտեսնես ու վերացնես քո մեջ։ Սիրելիներս, մեր սիրտը չկարծրացնենք կարիքավոր մեր քույր եւ եղբայրների հանդեպ, որտեղ մեր կարիք ունեցած ժամանակ Աստված էլ իր ականջներն է փակելու մեր աղոթների դեմ։ Մեր եղբայրը, մենք եղբայր ունենք ստեղ մեր մեջ, չասեմ անունը, որ չհպարտանա, շատ է սիրում, ամեն անգամ նման հարցերում ինքն է առաջ փառք Տիրոջը իր համար, փառք Տիրոջը։ Կապ չունի։ Ինչ որ եղբայրը կամ քույրը նեղության մեջ է, ինչ որ դժբախտություն է պատահել, միա խմբում է բոլորին, նյութական է, բանա հավաքում է, եւ ես գիտեմ, որ այդ մարդկանց շատ հաճելի է, նամանավանդ ովքեր ֆինանսական մեծ կորուստներ են ունեցել, երբ որ եկեղեցին կանգնում է անհատապես, անհատները որպես եկեղեցի կանգնում են եւ օգնում են։ Սա աստվածաշնչյան է, սա բարի է, սիրելիներս։
Եվ բարի սամարացու առակը լավագույն մեկնաբանությունն է այն բանի, թե ինչպես մեզանից յուրաքանչյուրը պետք է վերաբերվի ոչ թե մեր քույրերին եւ եղբայրին, այլ մեր թշնամիներին։ Երբ որ գնանք 5 տակարան, դուք կտեսնեք, թե Աստված ինչպիսի նիշա դնում կամ ստանդարտներ է դնում հрьяան հрьяայի օգնելու հարցում, ասում է, երբ որ քո եղբոր եզը կամ էշը կորել է եւ դու գալիս ես հոգնած դաշտից գործից, ասում է թող քո գործը ու անցի քո եղբորը օգնի իր կորցրած ունեցվածքը գտնի։ Եվ նույնը թշնամին ասում է, երբ որ թշնամիդ հանդիպում է եւ ոչ թե հանդիպում, այլ տեսնում ես իր անասունը ինչ որ փոս է հանգե, ինքն էլ չկա թշնամիդ, բայց դու գիտես, որ այդ քո թշնամունն է, մենք ինչ կանեինք, ուրախանային կանցնեին գնայինք, ասում է հանի քո թշնամունն է, բայց քո եղբայրն է, հանին դեղից։ Կապ չունի ինքն դեղա թե դեղ չի։ Էլ ուր մնաց մեր քույր եւ եղբայրներին սիրելիներս։ Ուրեմն 6 մեր աղոթները չեն պատասխանում, որովհետև մեր սիրտը կարծրացած է ուրիշների աղոթների հանդեպ։ 7-րդը մեր աղոթները չեն պատասխանում, որովհետև վատ ամուսին ենք։ Պատկերացնում եք։ Նման բան էլ կա Աստվածաշնչում։ Առաջին Պետրոս 3:7 նմանապես մարդիկ իմաստությունով բնակվեցեք նրանց հետ, ինչպես տկար անոթի, կանանց պատիվ տալով իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ, ուշադրություն, որ ձեր աղոթքը չխափանվի։ Պողոսի այս խոսքերը, գիտեք, այն ժամանակվա մշակույթի համար սենց բան էր, չգիտեմ ինչ էր, սենց հрьяաները, գիտեք ոնց էր հрьяաների մոտ, հрьяաները այսպես էր, եթե կինը տանը չի կարողանում ճաշ պատրաստի, բաժանվում էին։ Եթե կինը տեսքով հանկարծ ինչ որ մի ժամանակ տգեղանում էր, բաժանվում էին։ Եթե կինը տղամարդու ծնողների հետ մի քիչ լավ չէր խոսե, կարող էին բաժանվել։ Եվ Պողոս առաքյալը կանգնելով այս խոսքերը ասելով այն ժամանակվա մշակույթի մեջ, դա սա մեծ հեղափոխություն էր, բայց Պողոսից առաջ Հիսուսն էր այս հեղափոխությունը սկսել։ Եվ այսօրվա ֆեմինիզմը ոչ մի բան է, Հիսուսն էր կանանց իրավունքների առաջին պաշտպանը, ժողովուրդ ջան։ Միշտ հիշեք դա։ Պողոս առաքյալը երբ որ բարի սամարացու կնոջ հետ խոսում էր, նույնիսկ իր աշակերտները, որ այդքան ժամանակ Հիսուսի հետ էին, տեսել էին, սովորել էին, իրանք էլ զարմացան։ Նախկին, երկրորդ սամարացի։ Եվ Պողոս առաքյալի այս խոսքերը փորձում է Պողոս առաքյալը այս խոսքերով այն ժամանակվա հրեա քրիստոնյաների մտածելակերպը փոխի։ Բնակվեք ձեր կանանց հետ, ապրեք համահավասար իրավունքով, ոչ թե ցածի եւ բարձի։ Սիրեք նրանց, ինչպես ինքներդ ձեզ եք սիրում, ինչպես ասում է Եփեսացի 5:28-ը։ Ուրեմն բնակվեք իմաստությամբ, խոսքը որ կարդացինք, նշանակում է հասկանալ կնոջ կարիքները եւ կիրառել դրանք ամենօրյա սկզբունքով։ Հասկանալը, որ տկար անոթ չի նշանակում մերժված անոթ, այլ ֆիզիկապես թույլ։ Չնայած հիմիկան կանայք, որ տղամարդկանցից լավ էլ ֆիզիկապես ուժեղ են։ Եվ վերջապես պատիվ տալ իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ նշանակում է հասկանալ, որ նա ոչ միայն քո կինն է, այլ նաև իր հոր աղջիկը։ Կյանքի շնորհքի ժառանգակիցներ եւ այստեղ է գալիս նաև այն խոսքի փաստումը, նայեք, եթե իմ կինը ինձ հետ կյանքի շնորհքի ժառանգակից է, նշանակում է իմ կինը նույն տանից է։ Չեմ կարող ես ունենամ անհավատ կին եւ նա համարվի կյանքի շնորհքի ժառանգակից։ Մեկ ուրիշ այլտեղ Պողոս առաքյալը ասում է անհավատների հետ օտարախառն լծակից մի եղեք, լուծ մի դրեք ձեր վրա, ամուսնանալով անհավատի հետ։ Եվ այստեղ խոսքը ասում է, որ կյանքի շնորհքի ժառանգակիցներ։ Եվ եթե մենք այդ կյանքի շնորհքի ժառանգակիցի հետ համապատասխան ձևով չենք վերաբերվում, իհարկե մենք ցավացնում ենք այդ անձնավորության կամ մեր կնոջ հոր աղջկա, ավելի շուտ աղջկա հոր սիրտը,
Եվ դրա համար հայրը ասում է, եթե դու ցավացնում ես իմ զավակի սիրտը, ես էլ քո աղոթքներին չեմ պատասխանելու։ Ուրեմն 7-րդ մեր աղոթքները չեն պատասխանում, որովհետև վատ ամուսին ենք։ Առակաց 19:14-ը հետևյալն է ասում, ասում է տունը եւ ստացվածքը ժառանգություն է հայրերից, բայց իմաստուն կինը Տերիցն է։ Մենք փառք տանք Աստծուն մեր կանանց համար, որոնք իմաստուն են, որոնք մեր հետևին կանգնած են, մեր մեջքն են պնդասնում, տան մեծ հոգսերը իրանց վրա է, ով կարող է ասել, որ այդպես չի, այդպես է։ Բայց նաև տղամարդկանց փոփելու համար ասեմ, որ համարը, նույն համարի շարունակությունը հետևյալն է ասում. կանանց խորդորում է հնազանդ լինել ամեն բանում։ Այո, սիրելիներս, եթե մենք սեր ցուցաբերենք մեր կյանքի շնորհքի ժառանգակիցների հանդեպ, համոզված եղեք, որ կանայք հնազանդ են լինելու, որտեղ սա փոխադարձ է։ 8-րդ, հասանք 8-րդ կետին։ Մեր աղոթքները չեն պատասխանվում, որովհետև կորցրել ենք վախը։ Սաղմոս 145:19 Տերը իրենից վախեցողների կամքն անում է եւ նրանց աղաղակին պատասխանում։ Իմաստության սկիզբը մենք գիտենք, որ Տիրոջ երկյուղն է։ Ամեն բան սկսվում է Տիրոջ երկյուղից։ Ամեն հարաբերություն սկսվում է Տիրոջ հանդեպ տածած քո երկյուղացությունից։ Ինչպես ապրես քո կյանքը, որպեսզի չցավացնես քեզ սիրող հոր սիրտը։ Սա ամեն իր ծնողին սիրող զավակի սրտի դիրքն է, սիրելիներս։ Կան քրիստոնյաները, որ շեշտը դնում են միայն Աստծո անսահման սիրո վրա։ Այո, դա այդպես է։ Աստված այնպես սիրեց ինձ ու ձեզ, որ իր միածին որդուն տվեց, որ ով հավատա, հավիտենական կյանք ունենա։ Այո եւ ամեն, բայց կա սրա հակառակ կողմը, ով չհավատաց, հավիտյան կորած է արդեն։ Տեր Հիսուս առաջի անգամ եկավ որպես սեր, հեզ եւ խոնար, ավանակի վրա մտավ որպես նույնիսկ ձիու վրա չմտավ, որ նշանակում էր ձիու վրա մտնում են հաղթանակած, ավանակի վրա որպես հեզ եւ խոնար մտավ, մահացավ խաչի վրա, իր սերը, իր խոնարհությունը ցույց տվեց, բայց Տեր Հիսուս գալու է երկրորդ անգամ, սիրելիներս, եւ եթե մենք առաջի անգամ Տիրոջ գալը չենք ընդունել, մեր սրտերի մեջ իրան տեղ չենք տվել, չենք համարվել Տիրոջից երկյուղացների շարքում, ավելի լավ է ուրեմն Տիրոջ երկրորդ գալուստը մենք չտեսնենք, սիրելիներս, որտեվ հայտնության գիրքը սարսափելի է նկարագրում կենդանի ահեղ Աստծո ձեռքը ընկնողների վիճակը։ Եվ այսպես, սիրելիներս, ամփոփելով, որպեսզի ավելի լավ ամրապնդվի մեր մեջ, ուրեմն եթե մենք վերոնշյալ բոլոր կետերը մեր կյանքում հարթել ենք կամ ուզում ենք հարթենք, այսինքն հետևյալները, մենք աղոթում ենք, այսինքն մեր խնդրվածները հայտնի ենք անում, խնդրում ենք հավատքով, մեր սրտերում փայփայված մեղք չկա, ինչ որ խնդրում ենք, մեր խնդրածին հավատում ենք, խնդրում ենք Աստծո կամքին համեմատ, մեր սրտում չկա աններողամտություն, մեր ականջները չենք խփում ուրիշների կարիքների հանդեպ, մեր կողակցին վերաբերվում ենք որպես կյանքի շնորհքի ժառանգակիցներ եւ վերջապես Տիրոջ երկյուղը կա մեր կյանքում, ապա խոսքն ասում է ինչ որ խնդրեք կանեմ ձեզ համար, սիրելիներս։ Եվ վերջացնելով հետևյալն եմ ուզում կարդամ, վերջաբան որպես։ Եվ խնդրեմ նաև մեր երգչախմբին, խնդրեմ գան վերջին ծառայությունով սիրելիներս ավարտենք, որովհետև հիմի կանգնելու ենք եւ աղոթք ենք անելու, բայց նախ Հակոբոս 5:13-ից 17-ն եմ ուզում որպես վերջաբան կարդամ։ Հակոբոս 5:13-17 ասում է. եթե ձեզանից մեկը նեղություն է քաշում, թող աղոթք անի։ Եթե մեկը ուրախանում է, թող սաղմոս ասի։ Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեսներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունովը եւ հավատքով աղոթքը կփրկի այն հիվանդին եւ Տերը վեր կկասնի նրան եւ եթե մեղ գործած լինի, թողնվի նրան։
իրար խոստովանեք ձեր հանցանքները եւ իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք։ Շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով։ Սիրելիներս, այս խոսքերը մեզ համար են։